Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 4-ն է եւ սա արդեն թվով մեր երրորդ հաղորդումն է։ Մեկը պարոն Արտем Չեռնոմորյանի հետ էր, մենք առանձին են պատրաստել հաղորդում, ուղիղ եթերել ենք ունեցել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում 8-րդ գագաթնաժողովից եվրոպական քաղաքական համայնքի կարևոր հաղորդում էր սրանից առաջ, բայց չգիտես ինչու YouTube-յան ալգորիթմները այդ հաղորդումը առաջ չտարան, շատ տարօրինակ է, ճիշտն ասած, անպայման դիտեք, քանի որ ոչ միայն եվրոպական քաղաքական համայնքի այդ կարևոր ֆորումին եմ անդրադառնում, այլ նաև Իրանի շուրջ տեղի ունեցողի եւ Իրանի շուրջ հիմա այնպիսի իրավիճակ է, որ պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի, հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում Հորմուզի նեղուցում, կոնկրետ իրադարձություններ, որոնք որ կարող է բերեն պատերազմի, բայց հիմա մեր ուշադրության կենտրոնում այս կարևոր գագաթնաժողովն է, որը որ տեղի ունենում հիմա Երևանում, եվրոպական քաղաքական համայնքների 8-րդ գագաթնաժողովը, անդրադառնանք շատ կարևոր հայտարարություններին, Հայաստանի մասին հիմնականում այդ հայտարարություններին պետք է մենք անդրադառնանք, ինչպես նաև մի շարք կարևոր փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթը փաստացի ստորագրվեց Հայաստանի վարչապետի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի միջև դրան մասին կխոսենք, սակայն նախքան դա սկսենք բացման խոսքից Նիկոլ Փաշինյանի գագաթնաժողովի բացման խոսքից, բայց նախքան դա էլ խնդրում եմ անպայման լայքերը դրեք, քանի որ ձեր լայքերի միջոցով է, որ միայն կարող է տարածվել մեր հաղորդումը շատ արագ եւ սրընթաց, ինչպես նաեւ կարող եք բաժանորդագրվել, դա եւս օգնելու է, որպեսզի այս հաղորդումը արագ եւ սրընթաց տարածվի, գրեք նաեւ ձեր կարծիքը անպայման, դա եւս մեզ շատ օգնում է։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը հստակ բացման խոսքում արձանագրեց, որ 2002 թվականին, երբ որ տեղի ունեցավ այս գագաթնաժողովը, դա շատ կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, քանի որ հենց այդ ժամանակ է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը փաստացի ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այսինքն հիմքը դրվել է այս գագաթնաժողովներից խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Նաեւ շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում անդրադարձավ այն հարցին, որ Թուրքիայի փոխնախագահն է ներկա Երևանում եւ մասնակցում է գագաթնաժողովին, եւ սա եւս պատմական իրադարձություն է, քանի որ սրանից առաջ Թուրքիայի փոխնախագահը երբեք չէր եղել Հայաստանում, այսպես երբեք Թուրքիան չէր ներկայացված եղել Հայաստանում։ Նախքան անդրադառնանք Ալիևի հայտարարություններին եւ ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը, ընդհանուր առմամբ պոզիտիվ հայտարարություններին, բայց Ալիևը միտեղ կա, որ չափն անցավ եւ դրան պատասխանեց արդեն Եվրոպական խորհրդարանի ղեկավարը, բայց նախքան դա կարևոր է, կարծում եմ ամենակարևոր հայտարարություններից մեկը, որը որ հնչեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, այն էր դա, որ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չեր գա, Հայաստան ոչ ոք չեր գա եւ այն փաստը, որ մենք այսօր այստեղ ենք եւ առաջին այցն ենք ունենում այս ձևով, իսկապես շատ լավ եւ կարեւոր ցուցանիշ է։ 8 տարի առաջ Մակրոնի խոսքերով ոչ ոք այս ձևով Հայաստան չեր գա, քանի որ Հայաստանը բոլորի կողմից այդ ժամանակ դիտարկվում էր որպես ռուսական արբանյակ եւ որպես ռուսական գաղութ եւ միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է, որ Հայաստանը դուրս է եկել այդ կարգավիճակից եւ դրա համար այս կարևոր գագաթնաժողովը հիմա անցկացվում է Հայաստանում։ Շատ պարզ, կոնկրետ, հստակ ասում է այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Եվ այն բոլոր սուտի արևմտամետները, ովքեր որ Փաշինյանին փորձում են ներկայացնել եւ դրանով իսկ վարկաբեկել Փաշինյանին, թե իբր նա ռուսամետ է, պրոռուսական քաղաքական գործիչ է, շատ լավ պատասխան է տալիս այդ հայտարարությամբ Էմանուել Մակրոնը եւ ոչ միայն Էմանուել Մակրոնը, այլ նաեւ այն բոլոր եվրոպական առաջնորդները, որոնք որ այսօր գտնվում են Հայաստանում։ Դրանից լավ, պարզ, հստակ
պատասխան ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարող այդ մարդկանց տալ, ովքեր որ խոսում են արևմտյան արժեքներից, արևմուտքից եւ նույն ժամանակ ստում են, թե այսօրվա Հայաստանի իշխանությունները Հայաստանը տանում են դեպի Ռուսաստան։ Միայն մեկ հարցում կարող եմ ես դրանց հետ համաձայնվել, դա այն է, որ այսօր ռուսաստրուկ ընդդիմադիրները վխտում են Հայաստանում եւ հիմնական ընդդիմության դերակատարությունը իրականացնում են իրենք։ Ահա այստեղ ամենամեծ վտանգն է ըստ ինձ Հայաստանում եւ ահա այս հարցին, քանի որ լուծում չեն տվել Հայաստանի իշխանությունները, դրանում մեղավոր են։ Մնացած մեղադրանքները, որ իբր Փաշինյանը իրականացնում է պրոկրեմլյան քաղաքականության, չեն համապատասխանում իրականության եւ դրա վառ վկայությունն են բազմաթիվ հայտարարությունները, որոնք որ այսօր հնչեցին Հայաստանում։ Մի պահ ես հիմա գտնեմ նաև Զելենսկիի հայտարարությունը Հայաստանի մասով հենց այս ֆորումի ժամանակ եւ Զելենսկին ասում է, որ մենք մաղթում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն։ Կարևոր է, որ Հայաստանը այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին։ Իսկ ով մենք բոլորը շատ լավ գիտենք, որ Զելենսկին երկերեսանիություն միանշանակ չունի եւ շատ ուղիղ է եւ շատ կոշտ է եւ շատ սուր է իր հայտարարությունների մեջ։ Եվ նա ասում է, որ իմիջայլոց առաջին անգամ է, որ 24 տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահը այցելում է Հայաստան։ Կարևոր հայտարարություններով է հանդես եկել նաեւ Անտոնիո Կոշտան, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքերով իրոք որ այսօրվա գագաթնաժողովը պատմական է, ես ուղիղ չեմ բերում մեջ իր խոսքերը, բայց փորձում եմ այնուամենայնիվ իր միտքը փոխանցել, փորձում եմ ռուսերենից ուղիղ թարգմանել, նա ասում է, որ պատմական իրադարձություն է եւ առաջին անգամ է, որ այն տեղի ունենում Հարավային Կովկասում եւ այսօր Եվրոպան այսօր տեղադրում է Հայաստանը իր անմիջապես սրտում, կենտրոնում, հաշվի առնելով իր հին եւ հարուստ պատմությունը։ Եվ նա ավելացնում է այն, որ այս գագաթնաժողովը նաեւ պատմական է նրանով, որ սա փաստացի տեղի ունենում նրա շնորհիվ, որ Հայաստան եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնություն գոյություն ունի, խաղաղություն գոյություն ունի եւ այս խաղաղությունը նաեւ պատմական է Եվրոպայի համար։ Նա նաեւ հիշել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ասում է, որ կարող ենք օգնել, շատ կարեւոր է, որ արդեն ակտիվանում են հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ նա հստակ բացատրում է այն, թե որքան կարեւոր է կապը Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որքան կարեւոր է այն Եվրոպայի համար տրանսպորտային տեսանկյունից, էներգետիկ տեսանկյունից, այսինքն այն ամենի տեսանկյունից, ինչի մասին ես երկար ժամանակ է արդեն խոսում եմ։ Նա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանի ժողովրդավարությունը բավականին փխրուն է եւ այն պաշտպանության կարիք ունի, պաշտպանություն ապատեղեկատվությունից, հարձակումներից եւ Հայաստանի ապագան բացառապես Հայաստանի քաղաքացիների ձեռքերում է։ Նա ասում է, որ 3 հիմնական պատճառ կա, որ այսօրվա գագաթնաժողովը տեղի ունենում Հայաստանում եւ այն պատմական է։ Նրա խոսքերով առաջինը այն է, որ Կանադայի վարչապետն է նաեւ մասնակցում այս գագաթնաժողովին, առաջին անգամ Եվրոպայից դուրս Կանադայի վարչապետը։ Նա նաեւ ասում է, որ ուղղությունը Հայաստանը բեռնել է շատ ճիշտ եւ այդ ուղղությունը դեպի Եվրամիություն է եւ այս գագաթնաժողովը ամենալավ դրա ապացույցն է եւ ամենալավ նաեւ ուղեցույցն է այդ ճանապարհի։ Հիմա կարևոր է անդրադառնալ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ Նա ասում է, որ այսինքն հեռակապով ինքը միացել էր, տեսակապով էր միացել եւ մասնակցում էր այս գագաթնաժողովին եւ ասում է Ալիևը այն, որ չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք որ փորձում են խաթարել այս գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծում է, այսինքն Ալիևը հետևել է Փաշինյանի ելույթին եւ ուղերձին եւ ասում է, որ շատ լավ ընդգծում է Փաշինյանի ելույթը։ Փաշինյանն էլ իր հերթին ասում է, որ ինքը հույս ունի, որ արդեն 28 թվականին, երբ որ այս գագաթնաժողովը տեղի կունենա Ադրբեջանում, ինքը հնարավորություն կունենա մասնակցել Բաքվում այս գագաթնաժողովին, բայց
Ամենակարևորը այն է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահը անդրադառնում է Իլհամ Ալիևի սուր քննադատություններին, կոշտ քննադատություններին Եվրոպական խորհրդարանի նկատմամբ։ Ալիևը ասում է, որ Եվրոպական խորհրդարանը 5 տարիների ընթացքում 14 հակադրբեջանական բանաձև է ընդունել, շատ վիրավորական ձևով է արտահայտվում, ինչին ի պատասխան Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Միցոլան հստակ պատասխանում է Իլհամ Ալիևին, բացատրելով, որ սա ժողովրդավարություն է, կարող է շատերի դուրը չգա, բայց Եվրոպական խորհրդարանում բանաձևները ընդունվում են ձայների մեծամասնությամբ եւ ոչ ոք չի կարող լրացնել Եվրոպական խորհրդարանը եւ դա է ժողովրդավարությունը, դա է ժողովրդավարության ուժը եւ Եվրոպական խորհրդարանը երբեք չի հրաժարվելու իր այս մոտեցումներից։ Շատ հստակ, կոնկրետ եւ լավ պատասխան է տալիս նա Իլհամ Ալիևին։ Կարևոր է անդրադառնալ նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի հայտարարությանը։ Նա շատ է կարևորել Հայաստանի հետ խորացող հարաբերությունները Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջև, ընդհանուր արժեքները, ռեգիոնալ խաղաղությունը եւ նա հստակ նշում է, թե որքան տպավորիչ է եղել իր համար, առաջին անգամ էինք այցելում Հայաստան եւ ինքը զգացել է եւ տպավորվել է հայկական ընդունելությամբ եւ այս միջոցառմանը հստակ զգացել է հայկական մշակույթը եւ հայկական պատմությունը։ Մոտավորապես նման ոճի է արտահայտվել Քիր Ստարմերը, ես ուղղակի չեմ առանձնացրել իր ելույթը, բայց հիշում եմ, որ այդ ոճով, այդ ձև ինքը արտահայտվեց Հայաստանի նկատմամբ պատմական պատմություն, մշակույթ եւ ջերմ ընդունելություն։ Կարևոր է նաև նշել, որ Հայաստանի եւ Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության հռչակագիր եւ դրանից բացի շատ կարևոր է, որ վերջապես Քիր Ստարմերը եւ Նիկոլ Փաշինյանը, Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ Հայաստանի վարչապետը հանդիպել են եւ Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր են միմյանց փոխանցել։ Այսինքն, սրանով մենք կարող ենք փաստել, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվում է ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ։ Կարևոր է կարծում եմ նաև նշել այն, որ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ եւ ընդհանուր քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, ժողովրդավարության ամրապնդումը եւ ՆԱՏՕ-ի հետ նույնպես Հայաստանի հարաբերությունները շատ ակտիվ ձևով զարգանում են։ Զելենսկին էլ հետաքրքիր մի հայտարարություն է արել, այսինքն Հայաստանի մաս է արդեն ձեզ ներկայացի եւ Ռուսաստանի մասով եւ շեքերթի մասով, որ կայանա ամսի 9-ին Ռուսաստանում, նա հստակ հասկացնել է տվել, որ կարող է եւ ուկրաինական դրոնները հայտնվեն Մոսկվայի երկնքում, նույնիսկ Կարմիր հրապարակի երկնքում։ Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ կառուցողական հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ով որ մի փոքր ուշացումով ժամանեց Հայաստան, իր ինքնաթիռը խնդիր ուներ, երևի դուք տեղյակ եք, ես իմ նախորդ հաղորդման ընթացքում տեղեկացրի այդ մասին եւ քննարկել են Հայաստան-Իսպանիա հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես էներգետիկ ոլորտում։ Դրանից բացի կողմերը անդրադարձել են Եվրամիության եւ Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հարցը նույնպես։ Կարևոր է նաեւ նշել, որ Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, դեռ մանրամասները մեզ հայտնի չեն, բայց արդեն տեսանյութը մենք ստանում ենք, որ նման հանդիպում տեղի ունեցել է։ Կարևոր է նաեւ նշել, որ Վրաստանի վարչապետի եւ Ուկրաինայի վարչապետի միջև նույնպես հանդիպում է տեղի ունեցել, երկար տարի նման հանդիպում չկար, բավականին լարված էին հարաբերությունները Ուկրաինայի եւ Վրաստանի միջև, բայց շատ լավ է, որ այդպիսի հանդիպում կայացել է, սակայն այդտեղից էլ մանրամասներ դեռևս մենք չունենք։ Եվ հիմա նաեւ մենք ստանում ենք Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը եւ Թուրքիան
պայմանավորվել են միացյալ ուժերով միասնաբար վերակառուցել Անիի պատմական կամուրջը, բայց այս հայտարարությունը մենք մի քանի անգամ արդեն լսել ենք թուրքական եւ հայկական կողմից միջազգային կարևոր իրադարձություններից կարող եմ ասել այն, որ ահա հենց այս պահին տեղեկանում ենք, որ Դուբայում հրթիռային տագնապ է հնչում, վտանգ կա հրթիռակոծության, դրանից բացի տեղեկություններ ունենք Իրանից, որ ըստ ֆարս գործակալության Իրանը հարձակվել է ամերիկյան նավերից մեկում, որտեղ որ նավը փորձել է առանց թույլտվության ամերիկյան նավը անցնել։ Նախորդ հաղորդման մեջ ես մանրամասն խոսում եմ այն մասին, որ նոր ռազմական ծովային գործողություն է նախաձեռնել Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրա մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը, ու ամենայն հավանականությամբ այդտեղից կարող է եւ վերսկսվել պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Բոլոր նախադրյալները այդ ամենի համար կարծես թե կան եւ պատերազմը այստեղից կարող է վերսկսվել։ Ճիշտ կլիներ, լավ կլիներ մեզ համար մի 2 օր գոնե թե ուշացումով այդ ամենը տեղի ունենար։ Հիմնականում այսքանը այս պահի դրությամբ, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։